Բարի երեկո, եթերում հայլերի հիմնական թողարկումն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր պատմական հայրենիքում անվտանգ զարգանալու իրավունքը վաստակել է արյամբ եւ արցախյան հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով ու մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի երկու գլխավոր հարցերի վերաբերյալ երկու առանցքային հայտարարություն է արել նախագահ Սարգսյանը ռուսական թերթի հետ հարցազրույցում։ Վենետիկյան տեսարան ապարանում ինչպես է 4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին 20-րդ դարի վերջին հայտնվել ջրի մեջ։ Հոգևորությունը ներխուժում է հայ առաքելական եկեղեցու տարածք, Եհովայի վկաները երկու անգամ սպառնացել են հայ եկեղեցու սպասավորին։ Հայաստանն առաջին անգամ նշում է ընտանիքի օրը, ամեն օր մեր երկրում 60 ամուսնություն է գրանցվում, որքանով են ամուր ընտանեկան դաշինքները մեր ժամանակներում։ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգության համար, միջազգային մամուլը Սթրոսկանի ձերբակալությունը համարում է ֆրանսիացի սոցիալիստների ամենահեղինակավոր ներկայացուցիչի դեմ քաղաքական վարկաբեկման փորձ։ Եվ 12 երկրի 125 երիտասարդ նետաձիգներ Հայաստանում կպայքարեն Եվրոպայի պատանիների ու երիտասարդների գավաթի համար։ Մրցաշարը բացվեց այսօր Արմավիրում։ Մեր երկրի հետ խորհրդային երկու տասնամյակների ամենամեծ ձեռքբերումը կայունության պահպանումն էր ու բնակչության անվտանգության ապահովումը։ Չնայած Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Թուրքիայի կողմից վերջինիս անվերապահ աջակցությանը, հարևան Վրաստանում ծայր առած քաղաքացիական պատերազմին ու այս ամենը սարսափելի երկրաշարժի հետևանքների ֆոնին։ Տեսակետը նախագահ Սարգսյանինն է հնչել է ռուսական Մոսկովսկիե նովեստի թերթին խորհրդային միության փլուզման 20-րդ տարելիցի առիթով տված հարցազրույցում։ Խոսելով հետխորհրդային Հայաստանի նվաճումների մասին, նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև այն մեծ ձեռքբերումները, որ հայ ժողովուրդն ունեցել է խորհրդային տարիներին։ Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին։ Ինչպես ասում են, ամեն մեկն իրեն ստրատեգիա համարում մարտին նայելով կողքից, ասել է Սերժ Սարգսյանը, ավելացնելով. մեջբերում եմ։ Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից եւ առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից։ Նախորդներին քննադատելը նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին։ Դա ճիշտ չէ։ Ես շնորհակալ եմ եւ իմ նախորդներին եւ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ բան արել են, ռուսական թերթին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Հարցազրույցի առանցքում արտաքին քաղաքականության երկու կարևոր խնդիրներն են՝ Արցախ ու Հայաստան-Թուրքիա։ Մանրամասները Արտակ Հերիքյանի ռեպորտաժում։ Քաղաքականության օրակարգի երկու գլխավոր հարցերի վերաբերյալ երկու առանցքային հայտարարություն է արել նախագահը ռուսական թերթի հետ հարցազրույցում։ Առանց ցեղասպանության ճանաչման հայ-թուրքական իրական հաշտեցում չի կարող լինել եւ տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն։ Ղարաբաղյան կարգավորման մասին խոսելիս նախագահ Սարգսյանը նախ հիշատակում է Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան սկզբունքները եւ նշում. Այն ենթադրում է հարցի լուծում 3 սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք։ Այդ փաստաթուղթը հիմնականում հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ ձեռնամուխ լինել խաղաղության մեծ պայմանագրի, մեծ համաձայնագրի մշակմանը։ Սերժ Սարգսյանը տեղեկացնելով, որ Ադրբեջանը երկար մտորումներից հետո է այո ասել մադրիդյան սկզբունքներին, շեշտում է. Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներում մշտապես սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները, իսկ դա խնդրի կարգավորման առաջին սկզբունքի խախտում է։ Ըստ նախագահի, ադրբեջանցիները յուրատեսակ, իրենց ձևով են հասկանում այդ սկզբունքները։ Տպավորություն է, որ նրանք դա դարձրել են բացարձակ դոգմա, միջազգային իրավունքի համատեքստից դուրս։ Այդպես ինքնորոշում չի լինում, դա հատվածական, պարզունակ ինքնորոշում է, այդ իսկ պատճառով այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը չհասկանա այդ սկզբունքի իմաստը, շատ դժվար կլինի հասնել հարցի լուծմանը։ Ղարաբաղն իր անկախությունը պաշտպանել է արյունահեղ եւ դաժան պատերազմում, դժվարագույն պայմաններում եւ միամտություն է ենթադրել, թե ղարաբաղցիները կարող են հրաժարվել այն ամենից, ինչին հասել են, ինչը ձեռք են բերել։ Սերժ Սարգսյանն ավելացնում է, որ հենց տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներն են հնարավորություն տվել Հայաստանին ու Ադրբեջանին անկախանալ։ Ինչպես կարող է մի դեպքում այն ընդունելի լինել, իսկ երկրորդ դեպքում հասկացվել այլ կերպ։ Դա անտրամաբանական է։ Տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն, այլապես աշխարհում չէին ստեղծվի նոր պետություններ, իսկ վերջին 20-30 տարիներին աշխարհի քարտեզի վրա հայտնվել են տասնյակ նոր պետություններ։ Հարցին, թե մեծ է արդյոք ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, Հայաստանի նախագահը պատասխանում է. Կարծում եմ նման հավանականություն կա, որովհետև ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը։
Թերևս ծրագրեր կան կապված ավելի շատ ուժերի եւ միջոցների կուտակման հետ, որպեսզի փորձեն հարմար պահին նոր ռազմական սադրանք հրահարել։ Դա սխալ մոտեցում է, քանի որ իրադարձությունները կարող են ծավալվել երկու սցենարով. առաջին համընդհանուր պատերազմ եւ դրան հետևող Լեռնային Ղարաբաղի օկուպացիա, եւ երկրորդ Ադրբեջանի պարտություն, նրանց կողմից նոր տարածքների կորուստ։ Եվ այդ դեպքում Ադրբեջանն արդեն կսկսի բողոքել եւս 5-6 կամ ավելի շատ տարածքների կորստից։ Իսկ հետո ինչ։ Նորից զինադադար, համաձայնություն, կրակի դադարեցման ռեժիմի խախտում, նոր պատերազմ, այս բոլոր սցենարները անհեռանկարային են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ապա Սերժ Սարգսյանի խոսքով Հայաստանը չի կարող չդիտարկել այդ հնարավորությունը, օրինակ, եթե մարտական գործողությունները վերսկսվեն, իսկ Լեռնային Ղարաբաղը Հայաստանը չի ճանաչում, որովհետև ըստ նրա դա կնշանակեր բանակցությունների խափանում, ավելի լավ է բանակցություններ վարել, վստահ է երկրի ղեկավարը։ Ռուս լրագրողը Սերժ Սարգսյանին նաև հարցնում է, հնարավոր է լիարժեք տնտեսական զարգացում առանց լուծելու ակնհայտ աշխարհաքաղաքական խնդիրները, մասնավորապես առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Նախագահի բառերով այդ հարցը միանշանակ պատասխան չունի։ Քանի որ եթե ոչ, ապա ինչպես ենք զարգանում 20 տարի շարունակ, իսկ եթե այո, ապա ինչու ենք այս տեմպերով զարգանում։ Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու սովից չենք մեռնի, բայց կրկնեմ այն, ինչ բազմիցս ասել եմ։ Մենք հարցի տնտեսական կողմը չենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական շարժառիթը։ Ինչպես ասել է Նապոլեոնը, երկրի աշխարհագրությունն է կերտում նրա պատմությունը։ Աշխարհագրությունը դատավճիռ է, ճակատագիր։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանի նպատակը չէ ամեն գնով իր հարևանի հետ հարաբերություններ հաստատել։ Նա հիշեցնում է, որ երբ Երևանը սկսեց Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը, այդ նախաձեռնության ընդդիմախոսներն ասում էին, թե դա կխոչընդոտի աշխարհում ցեղասպանության ճանաչմանը։ Այդ կանխատեսումները փառք Աստծո չարդարացան, ասում է նա եւ պնդում. ցեղասպանության փաստն անվիճարկելի է, եւ մենք պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի ցեղասպանությունը։ Սա պայքար է արդարության, անվտանգության համար։ Հայաստանի նախագահի համոզմամբ հայ-թուրքական հաշտեցումը կարող է սկսվել այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը։ Առանց ճանաչման չի կարող լինել հաշտեցում։ Սխալվում են նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատելու փորձերը ներկայացնել որպես հաշտեցման փորձեր։ Իրականում հաշտեցում կարող է լինել միայն զղջումից հետո։ Ամերիկյան Foreign Policy հանդեսն անդրադառնալով Ջուղայի Խաչքարերի ոչնչացման փաստին գրում է, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ ջանացին հերքել հայկական հուշարձաններն ավերելու փաստերը, նաև խափանեցին Եվրախորհրդարանի падգամավորների այցը Նախիջևան։ Հանդեսը հիշեցնում է, որ նախորդ տարի գիտության առաջընթացի ամերիկյան միությունն արբանյակային լուսանկարների միջոցով ապացուցեց, որ Ջուղայի գերեզմանատունը լիովին ոչնչացված է։ Հոդվածագիրը նշում է, որ ձգտելով կոծկել տեղի ունեցածը Բաքուն կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր Նախիջևանը պատմական հայկական տարածք չի եղել, եւ պնդում է, թե այստեղ իբր երբևէ հայեր չեն ապրել։ Նախիջևանում պայքարելով ընդդեմ պատմական ճշմարտության, Ադրբեջանը նաև խոսում է հայկական Լեռնային Ղարաբաղի շրջանը գրավելու մասին։ Բաքուն Ղարաբաղը կորցրեց հետխորհրդային շրջանում ծավալված պատերազմի ժամանակ։ Ադրբեջանում չեն հասկացել, որ ազատության համար Ղարաբաղի պայքարի նպատակը միայն ստալինյան կամայականությամբ Ղարաբաղը խորհրդային Ադրբեջանին հանձնելու սխալն ուղղելը չէր։ Մյուս նպատակն էր Արցախում Ջուղայի սցենարի կրկնությունը բացառելը, նշում է Foreign Policy-ն։ Մայիսի 15-ին տհաճ միջադեպ է գրանցվել Արարատյան հայրապետական թեմի Երևանի հարավ-արևմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու շրջակայքում, ինչպես նշել է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը, Եհովայի վկաներ աղանդի 2 ներկայացուցիչ հոգևորություն են իրականացրել եկեղեցու տարածքում, որոնց նախընտրել է քարոզչություն չիրականացնել եւ հեռանալ։ Ըստ Տեր Եսայի քահանայի աղանդավորները պահանջել են ներկայացնել ապացույցներ, որ քարոզչությունն իրականացվում է միայն եկեղեցու տարածքում, որից հետո քահանան փորձել է տեսանկարահանել բանավեճը բջջային հեռախոսով։ Աղանդավորները խլել են քահանայի հեռախոսը, որը ետ ստանալու հոգևորականի փորձերն անցել են ապարդյուն։ Երիտասարդները հարվածել են նրա ձեռքին եւ սպառնացել, ինչպես պատմում է հայ հոգևորականը, կրծել նրա կոկորդը։ Միջադեպին ներկա Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ահազանգել է հարավ-արևմտյան թաղամասի ոստիկանություն։ Ոստիկանությունից մեզ հաղորդեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Հեռախոսը ետ վերցրեցի ի վերջո, իհարկե իրենք բնականաբար չէին պատրաստվում դա հեռախոսը հյուրացնել, պարզապես իրենց ամբողջ նպատակը հեռախոսը վերցնելու եւ ձեռքից հարվածելու, որ թույլ չտան ես իրենց նկարեմ։ Մարդը, որը պատրաստ չէ զենք վերցնել իր երկիրը պաշտպանելու, պատրաստ է հայ քահանայի կոկորդը կրծելու։
Դեպքի առնչությամբ Իպրեսայամին պարզաբանումներ է տվել Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության հանրային տեղեկատվության քարտուղար Տիգրան Հարությունյանը։ Նրա բառերով Եհովայի վկաները խաղաղասեր ժողովուրդ են եւ տարօրինակ է, որ նրանք կարող են որևէ մեկին սպառնալ։ Հարությունյանը նաեւ ավելացրել է, որ իրենք վերոհիշյալ միջադեպի մասին որևէ տեղեկություն չունեն։ Ապարանի ջրամբարում դեռ 1980-ականներից լքված Պողոս Պետրոս եկեղեցին շտապ օգնության կարիք ունի։ Եկեղեցին գտնվում է ջրամբարում բառի բուն իմաստով։ Պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող կառույցը տարեցտարի եւ օր քայքայվում է։ Ջրամբարի տարածքում դարեր առաջ եղել են հայտնի բնակավայրեր, սակայն ջուրը ծածկել է բոլոր հետքերն ու հնագիտական հետաքրքրություն ներկայացնող տարածքն այդպես էլ մնացել է չուսումնասիրված։ Իդեպ Հայաստանի տարածքում գտնվող 24300 հուշարձանների մեծ մասը հրատապ վերականգնման ամրակայման կարիք ունի։ Ապարանի ջրամբար տանող խորթուբորդ ճանապարհը կարող էր հաղթահարել միայն Սերգեյ Հայրապետյանի բազմաչարչար Նիվան։ Անձրևներից հետո դաշտային ճանապարհը գրեթե անանցանելի է դառնում, սակայն Եղիպատրուշ գյուղի դպրոցի պատմության ու ռուսաց լեզվի ուսուցիչները տարվա մեջ մի քանի անգամ հասնում են այն կետ, որտեղ կղզիացած Պողոս Պետրոս եկեղեցին փրկության է սպասում։ Սերգեյ Հայրապետյանը գրքերում ու արխիվներում փնտրելով պարզել է, որ ջրասույս սրբավայրը 4-րդ դարավերջին 5-րդ դարասկզբին կառուցել են գնդունիները։ Եկեղեցին ճիշտ է քանդված գմբեթով, բայց հայկական ճարտարապետությանը բնորոշ հմայքով այցելուներին դիմավորել է մինչև 1967 թվականը, երբ այստեղ հիմնվեց Ապարանի ջրամբարը։ Հին հայկական կոթողն այլ վայր տեղափոխելու ծրագիրը ձախողվեց սկսվելուն պես։ 80-ական թվականներին ուզեցել են, որպեսզի արդեն կառավարությունը միջոցների հատկացրել, համարակալն են քարել է, որպեսզի չմնա ջրամբարի ջրի մեջ։ Սակայն 80-ական թվականներից հետո ուրեմն այդ աշխատանքները դադարեցվել է եւ մինչեւ այսօր այդ քարերը համարակալած եւ թափված դեռևս մնում են ջրի մեջ։ Գարնանային անձրևներից հետո երևում է եկեղեցու միայն վերին հատվածը, 2.5 մետրը ջրի տակ է։ Մինչև ջրամբարը կառուցելը խորհրդային կառավարությունն այս տարածքից Խաչեր կոչվող բարձունք էր տեղափոխել Թուխմանուկ եւ Սուրբ Վարդան եկեղեցիները, իսկ Զովունի գյուղը շարժվել էր դեպի Կոտայքի մարզ։ Պողոս Պետրոս եկեղեցուն մնացել էր համակերպվել ճակատագրի հետ։ Համարյա վենետիկյան տեսարան է։ Պողոս Պետրոսի եկեղեցուն կարելի է մոտենալ հուլիս-օգոստոս ամիսներին, երբ Ապարանի ջրամբարը դատարկվում է ջրից։ Իսկ այսօր եկեղեցու ներսում նկարահանում անելու համար մեր օպերատորը պետք է լիներ ջրասուզակի հագուստով եւ հատուկ տեսախցիկով։ Դաշտերի ոռոգման շրջանում ջրամբարից ջուրը մաս-մաս բաց թողնելու հետ Երևան է գալիս եկեղեցին իր ամբողջ բարձրությամբ։ Հենց այդ ժամանակ էլ Պողոս Պետրոս է շտապում տիկին Էմման ու սկսում իր սիրողական հնագիտական արշավը։ Նա եւ գրքերում է կարդացել եւ գտածոներից է դատում։ Եկեղեցու հիմքում հեթանոսական մեհյան է եղել։ Եկեղեցու բակում շատ հետաքրքիր բաներ եմ նկատել, տեսել, ուսումնասիրել։ Հնարավոր է, որ այդ երբ իջած է ջուրը լինում, հնարավոր է, որ դա էլ է հեթանոս եկեղեցու մնացորդներ են։ Մի քար եմ տեսել, շատ զարմացել եմ, վրան Սարտոստայն, հա։ Ու զգացում էր, որ դա նոր տաշված բան չի։ Գնդունիների այս մնայուն հետքը պահպանելու ծրագիրը կյանքի կկոչվի 2013-ին միայն։ Նախորդ դարավերջից ջրի տակ սպասող համարակալված քարերը վերջապես կգտնեն իրենց տեղը։ Մշակույթի նախարարության հուշարձանների գործակալության տվյալով 2012-ին կկատարվի եկեղեցու տարածքի հիմնավոր ուսումնասիրություն, չափագրում, քարերի նոր համարակալում, կընտրվի վայրը, ուր կտեղափոխվի կառույցը, եւ արդեն 2013-ին ջրակյաց Պողոս Պետրոսը վերջապես դուրս կգա ցամաք։ Այդ ամենի համար մոտավոր հաշվարկով 80 միլիոն դրամ է նախատեսված։ Մեր օրակարգում Պողոս Պետրոսը միշտ կար, բայց եթե ես ասեմ ցանկը, թե որ հուշարձանների վրա ենք աշխատել, որն է մեր ծրագրերում մտած, դուք կտեսնեք, որ մյուս հուշարձանները ավելի քիչ վտանգված չեն, քան Պողոս Պետրոսը։ Տարվա մեծ մասը ջրի տակ է անցնում նաև հին դամբարանադաշտը։ Սերգեյ Հայրապետյանի ունեցած տվյալով շիրմաքարերը Քրիստոսից առաջ 7-րդ դարից են այստեղ հայտնվել։ Երբ ջրի մակարդակն իջնում է, գանգերի ու ոսկորների մի մեծ տեսարան է բացվում։ Պատմության եւ ռուսաց լեզվի ուսուցիչները հուսով են, որ մի օր իրենցից բացի այստեղ կգան նաև ապամոնտաժող վարպետներն ու հնագետները, ջրի երես դուրս բերելու բազմաթիվ խորտակված գաղտնիքներ։ Զարուհի Արզումանյան, Էդգար Դավթյան, Հակոբ Թումանյան, Հայլուր։
Մայիսյան հաղթական տոնացույցը համալրվեց ևս մեկ խորհրդանշական օրով, մայիսի 15-ն այսուհետև Հայաստանում կնշվի որպես ընտանիքի օր։ Մեր երկիրը միացավ բոլոր այն պետություններին, որոնք արդեն 18 տարի ընտանեկան միասնությունը տոնում են պետականորեն։ Ազգային ժողովի նախագահի եւ մի խումբ падգամավորների առաջարկն այդ մասին խորհրդարանն ընդունեց անցած շաբաթ, իսկ այսօր օրենսդիրում բաց դռների օր էր ամենաբազմազավակ ընտանիքների համար։ Իսկ ընտանիք ստեղծելու ցանկություն ունեցողների համար օրենսդիրը նոր օրենք է պատրաստում։ Սիրահար զույգերն արդեն կարող են ոչ թե մեկ ամսում, այլ մեկ շաբաթում ԶԱԳՍ-ում օրինականացնել իրենց հարաբերությունները։ Հանրապետության ամենաբազմազավակներն են, ամենաքիչը 10, ամենաշատը 18 երեխա, վաստակավոր մայր եւ ոչ պաշտոնական անվանումով Մայր Հայաստանն Անթարամ Կիրակոսյանն է։ Նրա 50 հոգանոց ընտանիքում միշտ տոն է, իսկ մայիսի 15-ը արդեն պարտադիր օրացույցային։ Մինչև օրենսդիրը օրը տոնի կվերածեր, նրանք հետևում էին միջազգային տոնացույցին եւ ամեն տարի նշում են այդ օրը։ Միասին հավաքվում ենք, մեր ընտանիքով 50 հոգի ենք, հավաքվում ենք թոռներով, երեխաներով, հարսներով, տղաներով եւ նշում ենք մեր մեծ ընտանիքի տոնը։ Անթարամից բացի եւս 20 բազմազավակ հայրիկ մայրիկները հերոսական գործի համար խորհրդարանի ղեկավարից ստանում են շնորհակալագրեր եւ դրամական պարգեւ։ 10-ից ավելի երեխաների եւ արդեն մի քանի տասնյակ թոռների հետ սեղան նստող խորհրդարանական հյուրերը վստահեցրել են, որ իրենց ընտանիքները համալրելու գործը դեռ առջևում է։ Մեր պարտքն է նպաստել, որ երկրում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, որովհետև ամուր, համերաշխ եւ բարեկեցիկ ընտանիքը տվյալ պետության հզորացման եւ առաջընթացի երաշխավորն է։ Օրենսդիրում առաջին ընթերցումը ստացել եւ սպասում է երկրորդին ամուսնության գրանցման մեկ ամսյա ժամկետը մեկ շաբաթով փոխարինելու օրինագիծը։ Հանրապետության ամենահայտնի սոցիոլոգը առաջին անգամ ԶԱԳՍ-ով է ամուսնացել, երկրորդի դեպքում մինչև հիմա մտորում է։ Մեկ ամսվա ընթացքում 7 օրում օրինական ամուսնությունը Ահարոն Ադիբեկյանի սրտով չէ։ Ծանր ու թեթև անելու համար 7 օրը քիչ է։ Մի ամսում հələ կարող է մեկը տենես, որ քիչը ծուռա կամ ականջը մի քիչ երկար է մյուսից, ու դա դառնում է լուրջ խնդրեմ։ Մենք հեստացնում ենք մեր հասնացուների, փեսացուների արտահանմանը Հայաստանից։ Թեև ընտանեկան կյանքում փորձառու ամուսինը լավ գիտի, եթե զույգը հոգեպես պատրաստ է ամուսնության, 24 ժամն էլ բավական է, ինչպես օրինակ Լաս Վեգասում է։ Այս հարցում սոցիոլոգն ու արդարադատության փոխնախարարը համամիտ են։ Հավելյալ խոչընդոտներ զույգերի առաջ ստեղծել պետք չէ։ Էйֆորիայի պահը 1 վայրկյանը, 1 օրը, 1 ժամը անցնում է։ Եվ եթե մարդը 7 օր անընդհատ էйֆորիայի մեջ է, չի բացառվում, որ ինքը միջև կյանքի վերջը կլինի էйֆորիայի մեջ եւ իրար կսիրեն։ Ամուսնության գրանցման ժամկետի կրճատումը նաեւ կոռուպցիոն ռիսկերը կնվազեցնի, վստահ է Արամ Օրբելյանը։ Մոնիտորինգը ցույց է տվել, փորձաշրջանի ժամկետը կրճատելու համար փեսացում պատրաստ է մաղարիչ անել։ Պետք չի ենթադրել, որ բոլոր աշխատակիցները միջև օգնությունից թաղված են կոռուպցիայի մեջ եւ բոլորը երազում են ինչ անել, որ հաջորդ օրը գնան ինչ-որ մեկից կաշառք գտնեն։ Կան նաեւ մոնիտորինգի արդյունքները ամեն դեպքում մի շարք ցույց տվեցին, որ կան նաեւ բարեխիղճ աշխատակիցների մի զգալի ծավալ։ Իսկ ինչու են ամուսնալուծվում հայ զույգերը, գիտի սոցիոլոգը։ Պատճառը երրորդ անձն է, հարազատ թե բարեկամ։ 2 տասնամյակ Ադիբեկյանը փայփայում է ամուսնությունների ինստիտուտ բացելու եւ ապագա հարս ու փեսային կրթելու երազանքը։ Հակառակ դեպքում կշարունակեն 10 զույգից 2-ը բաժանվել։ Մեր փեսացուները պարավել են 5 տարով, հարսնացուները մոտավորապես 3-ից 4 տարով։ Հիմա միջին փեսացուի տարիքը 27-ն է, գուցե կավելանա, հարսնացուները 24-25 է։ 2010-ին հանրապետության 5 տասնյակից ավելի ԶԱԳՍ-ում ամուսնացել է 17964 զույգ, 3148-ն ամուսնալուծվել են։ Ես սրտում շատ ուրախանում եմ, որ ինչ լավ եմ արել, որ գնացել եմ այս քայլին, թեկուզ շատ դժվարություններ եմ կրել, բայց ուրախ եմ, որ այսօր իմ 4 կողմը հավաքված են իմ երեխաների, իմ թոռները։ Արմատներով Սասունցի եւ Մշեցի ամուսինները շարունակել են իրենց նախնիների օրինակը, հայկական մեծ ու համերաշխ ընտանիքն իրենց հպարտությունն է։ Գոհար Մանուկյան, Մայա Խաչատրյան, Հակոբ Սարգսյան եւ Հակոբ Թումանյան, Հայլուր։ Իսկ Մայրբուհի ուսանողական խորհուրդն այսօր իր նախաձեռնությամբ մայիսի 16-ը հռչակել է հայ ուսանողի օր։ Բուհական երիտասարդության ազգային տոնի օրը բնավ պատահական չի ընտրվել 92 տարի առաջ, հենց մայիսի 16-ին առաջին հանրապետության նախարարների խորհուրդը կայացրել է պետական համալսարան հիմնադրելու մասին հայտնի որոշումը։ Այժմ ԵՊՀ 90-ամյակի առիթով ու նաև վերջապես իրենց տոնն ունենալու ցանկությամբ երիտասարդ համալսարանականները այսօր մի շարք քարոզչական միջոցառումներ են իրականացրել։ Նախ շնորհավորել ու անակնկալներ են մատուցել Մայրբուհի այն
ուսանողներին, ովքեր ծնվել են մայիսի 16-ին, ապա նաև անցկացրել են ինչ որտեղ երկ մրցույթի եզրափակիչ խաղն ու նոր նախաձեռնության մասին թռուցիկներ տարածել ուսանողների շրջանում։ Ավելի վաղ ուսխորհրդի անդամները դիմել են վարչապետ Սարգսյանին հայ ուսանողի օր հայտարարելու համար կառավարության համաձայնությունը ստանալու համար։ Միջուկային անվտանգության միջազգային գործակալության ՕՍԱՐՏ-ի խումբը Հայաստանում է այսօրվանից եւ սկսել է մեծամորյա ատոմակայանի անվտանգության գնահատման աշխատանքը։ Միջուկային էներգետիկայի գծող մասնագետները ներկայացնում են 9 տարբեր պետություններ։ Առաջիկա օրերին նրանք տեղում կուսումնասիրեն հայկական ԱԵԿ-ի ցուցանիշները 8 տարբեր ուղղություններով։ Ստրես թեստը պատասխան է տալու, թե ինչ մակարդակի պաշտպանվածություն ունի մեր կայանը, եթե հանկարծ ուժեղ երկրաշարժ լինի։ Անհրաժեշտության դեպքում կարող է ավտոմատ եղանակով անջատվել ցանցից, ռեակտորի հովացման համակարգը վթարային ռեժիմ ունի թե ոչ եւ նմանատիպ այլ հարցեր, որոնց առաջ ցունամիից հետո կանգնեց ճապոնական Ֆուկուսիման։ Հետազոտության արդյունքը ՕՍԱՐՏ-ը կներկայացնի հունիսի 2-ին նշանակված աշխատանքների ամփոփիչ հավաքին։ Մինչև ՄԱԳԱՏԵ-ի խմբի ժամանումը ատոմային էներգետիկայի հայաստանյան մասնագետները մեծամորում նման մի ուսումնասիրություն իրականացրել են։ Արդյունքը գոհացնող է, տեղեկացնում են էներգետիկայի նախարարությունից։ Դավադրության զոհ, այսպես է միջազգային մամուլն արձագանքել Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի շուրջ սկանդալային պատմությանը։ 62-ամյա քաղաքական գործիչը ձերբակալվել է Նյու Յորքում Սոֆիտել հյուրանոցի սպասումու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով։ 17 տարվա ընդմիջումից հետո Ելիսեյան պալատ վերադառնալու ֆրանսիացի սոցիալիստների հույսը նախընտրական պայքարի գլխավոր ֆավորիտն այժմ ճաղերի ետևում է եւ պետք է կանգնի դատարանի առջև։ Ֆրանսիական քաղաքականության ամենահայտնի գործիչներից մեկն ինքն է առաջ քաշել իրեն վարկաբեկող դավադրության հնարավորությունը։ Լիբերասիոնի հոդվածագրի հետ զրույցում նա նշել է, որ 2012-ի նախագահի ընտրություններից առաջ իր դեմ դավեր կնյութեն կանանց իր հրեական ծագման կամ փողի թեմայով։ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի ձերբակալության քաղաքական եւ ոչ թե բարոյական ենթատեքստի մասին գրում է նաեւ բրիտանական Գարդիանը։ Թեև Ստրոս-Կանը հրապարակավ դեռ չէր հայտնել ընտրապայքարին մասնակցելու մասին, բայց իր նախընտրական ծրագիրն արդեն պատրաստ էր։ Լրագրողների հետ հանդիպմանն ասել է հայտնի սոցիալիստը։ Իդեպ սպասուհուց բացի Ստրոս-Կանի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքով դատարան է դիմել նաև ֆրանսուհի գրող եւ լրագրող Տրիստան Բանոնը։ 2002-ին տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք ստացավ միայն 2007-ին։ Բանոնը բռնաբարության փորձի մասին պատմել էր հեռուստատեսային հաղորդման ժամանակ։ Քաղաքական գործչի անունը, սակայն նա չէր հայտնել։ Դատարան դիմել կինն այդ ժամանակ հրաժարվել էր։ Իրավիճակը կտրուկ սրվել է մերձավոր արևելքում, հազարավոր պաղեստինցիներ գրոհել են Իսրայելի սահմանները, փորձելով ներխուժել երկրի տարածք։ Զինվորների հետ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի, Լիբանանի, Գազայի հատվածի հետ սահմաններում։ Իսրայելցիները կրակ են բացել քարերով զինված երիտասարդների ուղղությամբ։ 13 մարդ զոհվել է, կան հարյուրավոր վիրավորներ։ Բախումները տեղի են ունեցել հրեական պետության կազմավորման օրը, որ արաբական աշխարհում համարվում է պաղեստինյան ժողովրդի արտաքսման օր։ Պաղեստինում մայիսի 15-ը կոչում են Նաքբա, որ թարգմանաբար նշանակում է ողբերգության օր։ Բախումներ հնարավոր է դարձել կանխել միայն Հորդանանի հետ սահմանին, որտեղ Հորդանանի ղեկավարությունը խափանել է ցուցարարների երթը դեպի հսկիչ անցագրային կետ։ Տեղի ունեցած արյունահեղությունը մերձավոր արևելքում դիտարկում են որպես սեպտեմբերյան իրադարձությունների փորձ, քանի որ հենց սեպտեմբերին պաղեստինյան ինքնավարությունը մտադիր է ՄԱԿ-ին հանձնել Պաղեստինը անկախ պետություն հռչակելու մասին փաստաթղթերը։ Ինքնավարության ղեկավարության այս քայլը կարող է բռնությունների նոր ալիք բարձրացնել։ Պաշտոնական այցով տարածաշրջան է ժամանելու Եվրոպական խորհրդարանի նախագահը Եժի Բուզեկը Երևանում կլինի չորեքշաբթի։ Հայաստանյան այցի օրակարգում հանդիպումներ են Հանրապետության նախագահի, ազգային ժողովի նախագահի, նաև արտախորհրդարանական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հույս ունի, որ մարտի 1-ի գործով ձերբակալվածների ազատ արձակումը տեղի կունենա մինչև մայիսի 28-ը կամ Հանրապետության տոնի առիթով։ Նրա գնահատմամբ քաղաքական դաշտի վերջին զարգացումների ֆոնին, ինչպես նաև Հանրապետության նախագահի հանձնարարականից հետո իրավական հիմքեր ստեղծելով հնարավոր կլինի նրանց ազատ արձակել։ Իսկ հիմքերը կարող են լինել ի հայտ եկած նոր հանգամանքները, քննության նոր արդյունքները, ներման դիմումները, համաներումը եւ այլն։ Պատգամավորը նաև արձանագրում է, որ Հանրապետության ղեկավարի նախաձեռնած քայլերի արդյունքում 2008-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված լարված իրավիճակը սկսել է թուլանալ։ Մելիքյանը հիշեցրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերին երկխոսության հրավիրելը ողջունել են միջազգային կազմակերպությունները։ Քաղաքական ուժերը, որոնց համար դժվարին իրավիճակ կարող է ստեղծվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, միայն նման քաղաքական ուժերը կարող են այս երկխոսությունից դժգոհություն արտահայտել։ Սակայն ես պետք է նշեմ, որ երկխոսության արդյունքները պետք է գոհացնեն մեր ողջ ժողովրդին, պետք է նպաստ բերեն մեր պետության եւ պետականության զարգացմանը։
Պերուում ավարտված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում գերազանց ելույթ է ունեցել գերծանր քաշային Գոր Մինասյանը։ Սինգապուրի պատանեկան օլիմպիադայի արծաթե մեդալակիրը գերազանցել է իր բոլոր մրցակիցներին ու նվաճել պատանիների աշխարհի չեմպիոնի կոչումը։ Իսկ Բուլղարիայում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի համար չեմպիոնական տիտղոս նվաճեց 68 կիլոգրամ քաշային Վաչիկ Վարդանյանը։ Անդրանիկ Նաղդալյանը, Տիգրան Կիրակոսյանը, Աշոտ Դանիելյանն ու Ռուզաննա Սարգսյանը նվաճել են բրոնզե մեդալներ։ 25 տարվա ընդմիջումից հետո 2010-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվեց նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի առաջին փուլը։ Մարզաձևը մեր երկրում զարգացնելու համար այս տարի եւս որոշվել է Եվրոպայի պատանիների ու երիտասարդների գավաթի խաղարկությունն անցկացնել մեզ մոտ։ Հանդիսավոր բացումը Արմավիրի մարզի Արա եւ Այծեմնիկ ձիասպորտի կենտրոնի մարզադաշտում էր Հանրապետության նախագահի մասնակցությամբ։ Նետաձգության Եվրոպայի պատանիների ու երիտասարդների գավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 12 երկրի 125 մարզիկներ։ Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահը հույս է հայտնել, որ մեր հավաքականն այս մրցույթում բարձր արդյունքներ կարձանագրի։ Իսկ նետաձգության Եվրոպական ֆեդերացիայի նախագահը նշել է, որ Հայաստանն իր տարածքում նման մրցույթներ հյուրընկալելու ու անցկացնելու մեծ հնարավորություններ ունի։ Եվրոպայի պատանիների ու երիտասարդների գավաթի խաղարկության հաղթողները հայտնի կդառնան մայիսի 21-ին։ Մենք բարձր ենք գնահատում նետաձգության Հայաստանի Ֆեդերացիայի ջանքերը եւ դա է պատճառը, որ Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների գավաթի առաջնությունն անցկացվում է Հայաստանում։ Սա լավ փորձ կարող է լինել հայ մարզիկների համար, քանի որ օգոստոսին կայանալու է նետաձգության աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ հայ մարզիկները։ Հայաստանի հավաքականը կարելի ասել, քանի որ երիտասարդական մասը, պատանիները մենք ավելի լավ պատրաստված ենք, բավականին մեծ արդյունքների հույս ունենք։ Եկեք նախորդ ոչ մի բան չխոստանանք, բայց կաշխատենք հնարավոր ամեն բան անենք, որպեսզի առավելագույնս հասնենք լավ արդյունքների, քանի որ մեր հողում ենք, մեր երկրում ենք, պետք է աշխատենք, որ հնարավորին չափ լավ մասնակցենք։ Լորվաձոր հայրենակցական միության եւ Փյունիկ հիմնադրամի նախաձեռնությամբ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպված հայկական ներկապնակ նկարչական փառատոնը հատեց եզրագիծը։ 25 նկարիչ ավելի քան 1 շաբաթ եղան Սյունիքի մարզի բոլոր տարածաշրջաններում։ Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի եւ Վացոթյան նկարչության միջոցով կտավներին փոխանցեցին բնության ճարտարապետական պատմամշակութային հուշարձանների կենցաղի պատկերները։ Հայկական ներկապնակ խորագիրը գրող նկարչական փառատոնի աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է, դառնալով ավելի ընդգրկուն, վերականգնելով Մեծն Սարյանի սկիզբ դրած բացօթյա նկարչության ավանդույթը, որի հիմքը դրվել է 60 տարի առաջ Մեծ Լորեցու Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում։ Արդեն ավանդույթի համաձայն նման նկարչական փառատոններին մասնակցում են նաև տեղի նկարիչները։ Այս անգամ էլ բացառություն չէր 5 արվեստագետ իրենց երևանցի գործընկերների հետ ներկայացնեն Սյունյաց աշխարհը։ Նկարչական փառատոնները նաև հնարավորություն են տալիս վարպետության դասեր անցկացնելու արվեստի դպրոցների սաների համար։ Ընդգրկունը պետք է նկատի ունենալ, որ ընդարձակում է իր թևերը, եթե նախկինում մենք պարզապես ունենք երկու մարզ Վայոց ձոր եւ Լոռի գումարած Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ապա այսօր արդեն ամբողջ Սյունիքը եւ իր 5 տարածաշրջաններով։ Եվ պետք է տեսնել այն ոգևորությունը, որ ունեցան ընդհանրապես նկարիչները, քանի որ նրանց հնարավորություններ ընձեռվել իրենց վաղուց երազած, ինչպես իրենք էին ընդգծում, ասում տարածաշրջաններում լինել, պատմական հուշարձաններում լինել, բնության հրաշալի անկյուններում լինել։ Նվագախմբի տղաները ու նաև աղջիկները փողային գործիքների բոլոր հնարավորությունները եւս մեկ անգամ ցուցադրել են դրանց առանց այդ էլ քաջածանոթ գյումրեցիներին։ Փողային նվագախմբի փառատոնն այստեղ անցել է ոչ թե դահլիճում, այլ բառիս բուն իմաստով փողոցից փողոց։ Փառատոնի երթուղին հետևել է նաև մեր տեսախցիկը։ Ես թմկահարելու եմ Մարշուրենի։ Մենք մեր հաղթական նվագը նվիրում ենք անկախության 20-ամյակին։ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը հարուստ էր նվերներով, հատկապես Գյումրիում վերածննդին անմիջապես հաջորդեց հայրենիք իմ չքնաղը։ Կրթության եւ գիտության նախարարության կազմակերպած մանկապատանեկան փողային նվագախմբերի հանրապետական փառատոնը Գյումրիում էր համախմբել Երևանի եւ 5 մարզի փողային նվագախմբերին։ Երբ որ եկան Գյումրի, տեսանք, որ անձրևոտ եղանակ էր, որոշեցինք չնվագեինք, բայց մենք մտածեցինք, թե մեր նախնիները թե ինչպես են պայքարել ձնին, անձրևին եւ մեր ազատության համար են պայքարել, եւ մենք որոշեցինք անձրևի տակ նվագենք եւ հաղթահարենք այդ ամենը։ Չնայած անդադար տեղացող անձրևին, այսպիսի մարտական ոգով 15 փողային նվագախմբից կազմված հաղթական շքերթը սկսվեց Սայաթ-Նովա փողոցից եւ շարունակվեց մինչեւ կենտրոնական հրապարակ։
Վարդանանց հրապարակում շքերթի հնչյունները միախառնվեցին եկեղեցու զանգերի ղողանջներին։ Այնուհետև յուրաքանչյուր խումբ աշխատում էր կատարել իր ելույթը մյուս խմբից ավելի լավ եւ այդպես 1 ժամ։ Միանշանակ կտա դաստիարակություն, հայրենասիրություն եւ կոգեշնչի եւ այն նոր սերունդը, որ այստեղ փոքր երեխաներին մենք տեսանք ում կնդրում էին ու ես նկատեցի, որ ծնողները նաեւ պատմում էին տարբեր հաղթանակների մասին, տարբեր ամեն մեկը իր մեկնաբանությամբ էր երեխային ներկայացնում, ես կարծում եմ, որ դա ամենամեծ դաստիարակության միջոցն է, եւ երեխան անձամբ տեսնում է եւ երաժշտության ներքո լսում ու սովորում է ինչ-որ մի նոր բան։ Փողային նվագախմբերի հանրապետական փառատոն առաջին անգամ կազմակերպել է 2006-ին, մասնակցել է 6 նվագախումբ։ Այսօր արդեն փառատոնին մասնակցում է 15 նվագախումբ, շատերը առաջին անգամ։ Բոլոր հայերի ցանկությունն է, որ մենք ցույց տանք ամբողջ աշխարհին, որ ունենք բարձր մակարդակի փողային նվագախմբեր։ Գյումրիի կենտրոնական հրապարակում ելույթից հետո նվագախմբերը շարժվեցին տարբեր ուղղություններով։ Համերգային ծրագիրը շարունակելով կենտրոնական այգում, կայարանամերձ հրապարակում, Անի թաղամասում, թատերական հրապարակում, քաղաքի ամեն կողմում հնչեցնելով հաղթական հնչյունները։ Աննա Մարտիկյան, Նարեկ Սահակյան, Հայլուր։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, Հայլուրը ցույց կտա հետագա թողարկումները։